Հուլիսի 20-ին Կոտայքի մարզում ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի գլխավորությամբ ամփոփվել է ներքին գործերի նախարարության ոստիկանության 2026 թվականի առաջին կիսամյակի աշխատանքը։ Ներկայ էին ներքին գործերի նախարարության եւ ոստիկանության ղեկավար կազմի ներկայացուցիչներ։ 2026 թվականի առաջին կիսամյակում Կոտայքի մարզում արձանագրվել է քրեական ոստիկանության գործառույթներին վերաբերելի 240 հանցագործություն։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 8%-ով պակաս։ Նվազել են հրազենի գործադրմամբ կատարված, ինչպես նաեւ առանձնապես ծանր եւ ծանր հանցագործությունները, աճել են պետական իշխանության, ծառայության եւ կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունները։ Հաշվետու ժամանակահատվածում արձանագրված սպանության եւ սպանության փորձի բոլոր դեպքերը բացահայտվել են։ Օպերատիվ միջոցառումների արդյունքում մարզի քրեական ոստիկանները բացահայտել են նաեւ սպանության նախապատրաստության 1 դեպք, հայտնաբերվել է դատական ակտերով սահմանված այլընտրանքային պատիժների չկատարման 3 դեպք։ Դրանց առնչությամբ ներկայացվել են հաղորդումներ, հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթներ։ Ընդհանուր առմամբ մարզում աճել են հասարակական անվտանգության, հասարակական կարգի եւ բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունները, որոնք հիմնականում պայմանավորված են բարեկային ծառայողների կողմից առանց վարորդական իրավունքի տրանսպորտային միջոց վարելու դեպքերի հայտնաբերմամբ։ Համայնքային ոստիկանության հրազդանի բաժնի սպասարկման տարածքում գրանցվել է հանցագործության 363 դեպք, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 19%-ով ավելի։ Բացահայտման արդյունավետությունը կազմել է 87.1%։ Միաժամանակ ավելացել են զենք զինամթերքի եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության հայտնաբերման, ինչպես նաեւ ընտանեկան եւ կենցաղային բռնության դեպքերը։ Նախորդ տարվա հաշվետու ժամանակահատվածի համեմատ 20.1%-ով պակաս հանցագործության դեպք է գրանցվել համայնքային ոստիկանության Կոտայքի բաժնում։ 437 դեպքից բացահայտվել է 362-ը։ Բացահայտման արդյունավետությունը նվազել է կազմելով 82.8%, 65.2%-ով նվազել են նաև սեփականության դեմ ուղղված հանցագործությունները։ Առաջին կիսամյակի արդյունքներով համայնքային ոստիկանության Գառնիի բաժնում տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործություններ չեն արձանագրվել։ Գրանցվել է հանցագործության 162 դեպք, ինչը 19.1%-ով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից։ Միաժամանակ նվազել են մարդու եւ սեփականության դեմ ուղղված հանցագործությունները, բացահայտման արդյունավետությունը գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը, կազմելով 93.2%։ Համայնքային ոստիկանության Նայիրիի բաժնի սպասարկման տարածքում գրանցվել է հանցագործության 258 դեպք, ինչը 16.2%-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Սեփականության դեմ ուղղված հանցագործությունները նվազել են 73, իսկ տնտեսական գործունեության դեմ ուղղվածները 77.8%-ով։ Բացահայտման արդյունավետությունը զգալիորեն բարելավվել է, կազմելով 90.3%, նախորդ տարվա 66.7%-ի դիմաց։ Համայնքային ոստիկանության Չարենցավանի բաժնում նախորդ տարվա հաշվետու ժամանակահատվածի համեմատ արձանագրված հանցագործության դեպքերը 8.7%-ով պակասել են, 157 դեպքից բացահայտվել է 139։ Բացահայտման արդյունավետությունը բարձրացել է կազմելով 88.5%, նախորդ տարվա 76.2%-ի դիմաց։ Նվազումը հիմնականում պայմանավորված է մարդու եւ սեփականության դեմ ուղղված հանցագործությունների նվազմամբ։ Բարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի ծառայողները բացահայտել են 153 հանցագործության դեպք, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է։ Տարբեր վարչական իրավախախտումներով կազմվել է 56139 արձանագրություն, նախորդ տարվա համեմատ 5896-ով ավելի։ Ավելացել են ճանապարհատրանսպորտային պատահարները, նվազել են դրանց հետևանքով զոհերը։ Ոստիկանության գվարդիայի պահպանության Կոտայքի եւ Հրազդանի բաժիններում իրականացվել են պահպանվող օբյեկտների անվտանգության պատշաճ ապահովման աշխատանքներ։ Գվարդիայի ծառայողները բացահայտել են մի շարք հանցագործություններ, իսկ շրջիկ ծառայության ընթացքում իրականացրել հասարակական կարգի պահպանության եւ հասարակական անվտանգության ապահովման միջոցառումներ։ Անդրադառնալով ներկայացված արդյունքներին նախարար Սարգսյանը շնորհակալություն է հայտնել մարզային ստորաբաժանումների ծառայողներին կատարած աշխատանքի համար եւ անդրադարձել բաստողումներին։ Ընդգծվել է հանցագործությունների կանխարգելման եւ բացահայտման ցուցանիշների հետագա բարելավման ուղղությամբ առավել թիրախային եւ հետեւողական մոտեցումների ակտիվացումը։ Արփինե Սարգսյանը հանձնարարել է անզիջում պայքար մղել քրեական ենթամշակույթի դեմ, կանխելով քրեական տարրերի ազդեցությունն ու տարածումը, կարևորելով հատկապես գիշերային ժամերին բակային տարածքներում խմբերով հավաքվելու ուղղությամբ կանխարգելիչ եւ օպերատիվ աշխատանքը ներքին գործերի նախարարը հանձնարարել է ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ներգրավմամբ պարբերաբար իրականացնել շրջիկ եւ ուժեղացված ծառայություններ, հատկապես այն վայրերում, որտեղ առկա են հանցավորության կամ քրեածին միջավայրի ձևավորման ռիսկեր։ Նախարար Սարգսյանն ընդգծել է նաեւ օպերատիվ տեղեկությունների պարբերական թարմացման եւ դրանց որակի բարձրացման անհրաժեշտությունը։ Կարևորվել է նաեւ կադրային համալրման եւ մասնագիտական կարողությունների զարգացման ուղղությամբ հետևողական աշխատանքը։ Նախարարը խիստ հանձնարարել է տարածքներում ապահովել թիրախային եւ կանխարգելիչ աշխատանք յուրաքանչյուր համայնքի
դեպքի ու բնակավայրի առանձնահատկություններին համապատասխան, արագ արձագանքել առկա խնդիրներին եւ հետեւողականորեն իրականացնել միջոցառումներ, որոնք կկանխեն իրավախախտումները, բարձրացնելով քաղաքացիների անվտանգության մակարդակը։ Որպես իրականացված օպերատիվ աշխատանքի շոշափելի արդյունք, նախարարն առանձնացրել է սպանության նախապատրաստության դեպքերի բացահայտումը, ինչպես նաեւ բազմաթիվ խուզարկությունների արդյունքում մեծաքանակ ապօրինի զենզինամթերքի հայտնաբերումն ու արգրավումը։ Արփինե Սարգսյանը հրահանգել է նշված ուղղությամբ ել ավելի ակտիվացնել հետախուզական ու կանխարգելիչ միջոցառումները։ Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի շրջանակում հանձնարարվել է բացահայտել եւ մշտադիտարկել իրացման ու օգտագործման հնարավոր վայրերը, կանխարգելել եւ նվազագույնի հասցնել համացանցի միջոցով ապօրինի թմրաշրջանառության դեպքերը։ Ընտանեկան բռնության դեպքերի վերաբերյալ Արփինե Սարգսյանն ընդգծել է, որ դրանց կանխարգելման շղթան պետք է սկսվի վաղ հայտնաբերումից եւ շարունակվի մինչեւ յուրաքանչյուր դեպքի ամբողջական բացահայտում։ Հանձնարարվել է ապահովել պատշաճ վերահսկողություն եւ բռնության նոր դրսեւորումները կանխելու նպատակով սերտորեն համագործակցել գործընկեր կառույցների հետ։ Առանձին անդրադարձ է կատարվել անչափահասների մասնակցությամբ եւ նրանց նկատմամբ կատարվող հանցագործություններին։ Նախարարը շեշտել է, որ յուրաքանչյուր նման դեպքի անհրաժեշտ է արձագանքել անհապաղ եւ համակողմանիորեն, ապահովելով նաեւ ուսումնական հաստատությունների հետ ակտիվ համագործակցությունը։ Արփինե Սարգսյանը հանձնարարել է քաղաքային հատվածներում առավել հետեւողականորեն վերահսկել կվադրոցիկլների շահագործումը, բացառելու դրանց անօրինական օգտագործումն ու չթույլատրված հատվածներում երթևեկությունը, ապահովելով պատշաճ հանրային անվտանգություն։ Նախարարը հետաքրքրվել է նաեւ օպերատիվ կառավարման կենտրոնի գործունեության եւ իրականացված փոփոխությունների արդյունքներով, ընդգծելով, որ անհրաժեշտ է յուրաքանչյուր ահազանգի դեպքում գործել մեկ զանգ արագ արձագանք տրամաբանությամբ, ապահովելով քաղաքացիների պատշաճ, հարգալից եւ որակյալ սպասարկումը։ Ամփոփելով ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հանձնարարել է երկրորդ կիսամյակի ընթացքում հանցագործությունների կանխարգելման ու բացահայտման, հանրային անվտանգության ապահովման ուղղություններով առավել հասցեական պլանավորել անելիքները, ինչը թույլ կտա արձանագրել դրական ցուցանիշների շարունակական աճ։ Հուլիսի 20-ից 27-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5058 խախտում, պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 235 ավտոմեքենա։ Մասնավորապես հայտնաբերվել է ոչ սթափ 163 վարորդ առանց վարորդական իրավունքի վկայականի 135 անձ, հայտնաբերվել է հաշվառման համարնիշ հետ կապված 43, չամրակապված վարելու 1044, առանց մանկական նստատեղի քարսիթի 29, վարելու ընթացքում ծխելու 581, վարելի սեռախոսից օգտվելու 308, հետիոտնի ոչ սահմանված վայրով անցնելու 10 եւ 1768 այլ իրավախախտում, 18 մեքենա շահագործվել է առանց ապապայմանագրի, 85-ը տեխնիկական զննություն չանցած, 96-ը լուսարձակների անսարքությամբ, 72-ը թաղանթապատված դիմապակիով եւ կողայնապակիներով։ Բացի այդ տարբեր կասկածանքներով ձերբակալվելու համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 42 անձ։ Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 16187 խախտում, պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 217 տրանսպորտային միջոց, հայտնաբերվել է ոչ ստապ 318 վարորդ առանց վարորդական իրավունքի վկայականի 426 անձ, հայտնաբերվել է նաև հաշվառման համարնիշի հետ կապված 68, չամրակապված վարելու 4786, առանց մանկական նստատեղի քարսիթի 325, վարելու ընթացքում ծխելու 611, վարելի սեռախոսից օգտվելու 724, հետիոտնի ոչ սահմանված վայրով անցնելու 58, արագության գերազանցման 2752 եւ 4954 այլ իրավախախտում, 57 ավտոմեքենա շահագործվել է առանց ապապայմանագրի 475-ը տեխնիկական զննություն չանցած, 584-ը լուսարձակների անսարքությամբ, 146-ը թաղանթապատված դիմապակիով եւ կողայնապակիներով, 18 վարորդ ուղղանվել է վարելիս նվագարկչի ստանդարտին չհամապատասխանող լրացուցիչ ուժեղացուցիչներ օգտագործելու համար։ Բացի այդ տարբեր կասկածանքներով ձերբակալվելու համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է տարվել 54 անձ։ Ըստ ճանապարհային երթևեկության կանոնների 88-րդ կետի վարորդներին արգելվում է մուտք գործել խաչմերուկ, եթե առջևում երթևեկության ուղղությամբ առաջացել է խցանում, որը կհարկադրի կանգ առնել եւ կստեղծի խոչընդոտ հատող ճանապարհով տրանսպորտային միջոցների երթևեկության համար։ Այս կանոնի խախտումը վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 124-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի 5000 դրամի չափով եւ տուգանային 1 միավորի կիրառում։ Ներքին գործերի նախարարությունը հորդորում է խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։ Կառավարությունն իրազեկում է Անտառներն ու բուսածածկ տարածքները մեր երկրի կենսական եւ ռազմավարական հարստությունն են, սակայն անգամ մեկ անզգույշ քայլը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ։ Բնության գրկում հանգիստը կազմակերպելիս դրսևորեք հոգատարություն, ստեղծեք մաքուր եւ անվտանգ միջավայր։ Հրդեհավտանգ ժամանակաշրջանում խստիվ արգելվում է բուսածածկ տարածքներում նետել այրվող լուցկի կամ ծխախոտի մնացորդներ, չնախատեսված վայրերում խարույկ վառել։
Արգելվում է վառելիքով լիցքավորված ավտոմեքենաների շրջակայքում ծխելը, բաց կրակից օգտվելը, ինչպես նաև բացատներում շշեր եւ ապակու կտորներ թողնելը։ Դրանք կարող են ոսպնյակի նման ֆոկուսացնել արևի ճառագայթները։ Արգելվում է այրել չոր խոտը կամ խոզանը։ Վառելանյութերն ու քսանյութերը պահեք փակ տարաներում։ Դրանց պահման վայրերը շրջափակեք առնվազն 1.5 մետր հանքայնացված շերտով։ Մաքրեք բուսածածկույթից եւ փայտի մնացորդներից։ Հրդեհի փոքր օջախ տեսնելիս անտարբեր մի անցեք։ Անմիջապես փորձեք մարել կրակը կամ արագ հազանգեք 112։